բարից ողջույններս ձեզ, սիրելի մեծեր և փոքրիկներ։ Եթե հենց այս վայրկյանին ձեր էկրաններին տեսնում եք Թաթուլ Պետրոսյանին, այսինքն ինձ, դա նշանակում է, որ եթերում Ծուր հայելի մանկապատանեկան զվարճալի հաղորդումն է։ Ինչու զվարճալի? Դե որովհետև մենք մեր հաղորդման ընթացքում զվարճալի ֆիլմեր ու հեռուստաներկայացումներ ենք դիտում, որոնք ստեղծել են Ծուր թատրոնի արտիստները։ Հենց այս պահին ձեզ ներկայացնելու ենք մի շատ զվարճալի հեքիաթ ներկայացում։ Բեմադրված Հովհաննես Թումանյանի Կիկոսի մահը հեքիաթի հիման վրա։ Դե ձեզ բարի դիտում։ Հովհաննես Թումանյան Կիկոսի մահը։ Լինում է չի լինում, մի աղքատ մարդ ու կնիկ են լինում։ Սրանք 3 աղջիկ են ունենում։ Ես, մեկը ես։ Մի օր հերը աշխատելուց է լինում, ծառավում է։ Փոքր աղջկան ջուրն է ղրկում։ Աղջիկ ջան, Հա, հեր ջան, գնա աղբյուրը ջուր բեր, ծառա մեռա։ աչքիս վրա հեր ջան։ Աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Լա 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 լա։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լնում։ Իս ծառը որ տեսնում է, իրեն միտք է անում։ Հիմի որ ես մարդի գնամ ու որդի ունենամ, անունը դնեմ Կիկոս։ Կիկոսը գա, էս ծառը բարձրանա ու վեր ընկանի, մեռնի, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան։ Տեղն ու տեղը ծառի տակին նստում է։ Սկսում սուք անել։ Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոզ անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան։ Էս մարդ ու կնիկ սպասում են, տեսնում են փոքր աղջիկը չի գալիս։ Միջնեք աղջկան են ուղարկում սրա հետևից։ Աղջի, մի գնատես քորը տնչի ուշացավ։ Ծառա մեռանք տո։ Միջնեք աղջիկը գնում է դեպի գյուղի աղբյուրը։ Փոքր քույրը սրան որ հերվից տեսնում է, ձենն ավելի է բարձրացնում։ Արի, անվախտ մորքուր, արի տեսքում Կիկոսին ինչ ա եղել, վայ։ Ինչ Կիկոս։ Բայց ես ասին, գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոզ անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան, վայ, խորանար քո մոխիրի աչքերը, Կիկոս ջան։ Գոռում է միջնեք քուրը, նստում փոքր քրոջ կողքին ու միասին սուք են անում։ Սրանց մերը սպասում է, տեսնում է չկան, մեծ աղջկան է ձեն տալիս։ Աղջի, մի գնատես քրայդ ինչ արան, գնացին հետ չեկան։ Էս մեծ աղջիկը գնում է, տեսնում երկու քուրն էլ աղբերի գլխին նստած լաց են լում։ Քա ընչեք լաց են լում աղջի, բայց ես ասի, մեր ես պուճուր քուրը գնաց մարդի, ունեցավ որդի, գդակը պոպոզ անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան, վայ, քո մոխիրին Կիկոս ջան։ Սա էլ գլխին տալիս սրանց հետ սուք է անում։ Սրանց հոր պրոշը արդեն ծարավից ճաքում է։ Հա էլի։ Այ կնիկ։ Ծառա մեռանք, էս մեր աղջիկները ինչ եղան։ Հեսա, գնան դրանց հետևից։ Հերվից իրենց մորը հենց տեսնում են թե չէ ձեն են տալիս։ Արի, ամբաղ տատի, արի տես քո թորան գլուխն ինչ է եկել, վայ։ Ինչ թորայ աղջի, գժվար։ Բայց չես ասի, այ մեր, գնացի, մարդ, աղջի էդ էր պասրի, համպերի մեջան, գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոզ, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին,
առաջները, սենց բան չլսեի, Կիկոս ջան։ Տիկին, ուշքի եկեք, տիկին։ Լավ եմ, արդեն լավ եմ։ Դու քու կարպետը բռնի։ Մերն էլ ծնկների խփում է։ Օ, ես Հա, չոքում սրանց կողքին ու միասին սուք են անում։ սրանց հերը սպասում է, տեսնում է կնիկն էլ գնաց չեկավ, ասում է Գնամ տեսնեմ ես ինչ պատահեց, որ սրանք իրար հետևից գնացին, մնացին աղբերումը։ հա գնա։ Կնիկն ու աղջիկները հենց սրա գլուխը հերվից տեսնում են, ձեն են տալիս։ Արի, ամբաղտ պապի։ Հա? Պապի։ Արի տես կոթորանը ինչ է եղել, վայ։ Ինչ թոր, ինչ եք ասում։ Բա չես ասի, մեր ես պուջուր աղջիկը գնաց մարդի։ Հետ երբ հասցրեց։ Հա հեջան, գնաց մարդի, ունեցավ որդի։ Գդակը պոպոս, անունը Կիկոս։ Վեր ելավ ծարին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Սրանց միջի մի քիչ խելոքը հերն է լինում։ Ճիշտ ասում։ Ասում է Այ հիմարներ, ինչ եք նստել էստեղ ու սուք եք անում։ Ինչքան է սուք անեք, ինչքան է լացել եք, հոգիկոսն էլ կենթանանալու չի։ Եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարակ անենք, Կիկոսի քելի խտանք բարձնենք, վեկացեք։ Գնացինք մարդի, ունեցանք որդի, գդակը պոպոս, անունը Կիկոս, վեր ելավ ծարին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Դու մի ասի, սրանց ունեցած չունեցածը մի եզն է լինում։ Էս եզը մորթում են, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարակ անում։ Թող Աստված օղորմի մեր Կիկոսին, աշխարհքի կարգն է այդպես, մարդ ոնց եկել է, այդպես էլ պիտի գնա այս աշխարհքից, բարով գնաս Կիկոս ջան, Ունեցած չունեցածներն էլ գյուղի ժողովրդին կերցրին, խմցրին, Կիկոսի քելեխը տվին, նոր հանգստացան։ Էստեղ են ասել, խելքի պակասը աղքատության պատճառն է։ Վերջ։ Կարծում եմ ձեզ է շատ դուր եկավ մեր մեկնաբանությամբ այս հեքիաթ ներկայացումը։ Ծուր թատրոն ստուդիայի սաները գերացած խաղացին իրենց կերպարները իբրև դերասաններ։ Իսկ այժմ հեքիաթային աշխարհից միանգամից թռիչք կատարենք դեպի տիեզերք։ Մեր ստուդիայի սաներից մեկը Վիկա Հարությունյանը որոշել է աշխարհում միակ դերասանուհի տիեզերագնացը դառնալ եւ ապագայում բարձր պահի Հայաստան աշխարհի եւ իր ծննդավայրի Արցախի անունը։ Դե ինչ, թռան դեպի տիեզեր։ Ողջույն, ես Վիկտորիան եմ, այսօր ուզում եմ խոսել իմ ամենասիրելի թեմայից, տիեզերքից։ Ես երազում եմ դառնալ տիեզերագնաց։ Ավելի փոքր տարիքից սիրում էի տիեզերքի մասին տեսահոլովակներ նայել, եւ եթե ինձ հարցնում էին, թե ինչ նվեր եմ ուզում, միշտ տիեզերական թեմայով մի բան էի ուզում։ Ամեն անգամ մեծ հետաքրքրությամբ եմ նոր բաներ իմանում տիեզերքի մասին, չէ՞ որ այն անսահման մեծ է եւ նրա մասին մեզ շատ բան չի հայտնի։ Մարդիկ առաջինը տիեզերք ուղարկեցին երկու շան՝ բելկային եւ ստրելկային, իսկ առաջին մարդ տիեզերագնացը Յուրի Գագարինն է։ Մեզ հայտնի է, որ մեր մոլորակը գտնվում է Ծիրկաթին, գալակտիկայի արեգակնային համակարգում։ Այն զբաղեցրած տեղով երրորդն է։ Միայն երկրի վրա է հնարավոր մարդու կյանք իր բնական շնչառությամբ։ Մերկուրին եւ Վեներան շատ մոտ են արեգակին, այդ պատճառով այնտեղ չափազանց տաք է։ Երկիր մոլորակից հետո Մարսն է, որտեղ ըստ գիտնականների հնարավոր է ջուր լինի։
Յուպիտերը արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է, հաջորդը Սատուրնն է, որը նման է Սատուրնին։ Ուրանը պտտվում է հակառակ ուղղությամբ, Նեպտունում շատ ցուրտ է, Պլուտոն։ Գիտնականները Պլուտոնի մոլորակ չեն համարում իր փոքր չափսերի պատճառով։ Ուզում եմ նաև կիսվել ձեզ մի մարդու մասին, որը ավստրիացի Ֆելիքս Բունգարտերն է։ Նա շատ էր ուզում դառնալ պարաշուտիստ։ Նա միշտ վտանգավոր բաներ էր անում, ցատկում էր բարձր տեղերից, զարմացնելով բոլորին։ Մի անգամ նա ասաց, որ կցատկի տիեզերքից ու 2012 թվականին ցատկեց, բայց ցատկի ժամանակ կորցրեց գիտակցությունը եւ կապի դուրս չէր գալիս։ Ահա 16 վայրկյան հետո նրա պարաշուտը բացվեց։ Հետևողները բոլորը ուրախությունից ծափահարեցին։ Մի քանի հետաքրքիր փաստ ևս։ Հետաքրքիր է, որ եթե մարդը գոռա տիեզերքում, նրան ոչ ոք չի լսի։ Տիեզերք թռչող մարդը պետք է երկար ժամանակ պատրաստվի, կրի հատուկ հագուստ։ Դե ինչ սիրելի փոքրիկներ, տիեզերքի մասին այսքանը, իսկ հեռի մուլտիկնիկին կխնդրեմ ձեզ սովորեցնի տիեզերանավ նկարել։ Ես Վիկտորիան եմ, մինչ նոր հանդիպում։ Սիրելի արվեստասեր բարեկամներ, ժամանակն է անցնենք Ծուր թատրոնի սիրված արտիստները էջին, որտեղ մեր սաներից Արտակը Իրիցյան կներկայացնի մեր ժամանակների լավագույն դերասաններից մեկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի հետ։ Եկեք ճանաչենք մեր հայ տաղանդավոր արտիստներին։ Բարև ձեզ սիրելի մեծեր եւ փոքրիկներ, եթերում Ծուր թատրոնի սիրված արտիստներն ճանաչողական էջն է։ Ձեզ հետ է Արտակ Իրիցյանը։ Մենք այսօր խոսելու ենք մի տաղանդավոր արտիստի մասին, ով իր բազմաթիվ կերպարների շնորհիվ շատ է սիրվել հայ հանդիսատեսի կողմից, թե փոքրիկների եւ թե մեծերի կողմից։ Ժամանակակից փոքրիկ հեռուստադիտողներին նա հայտնի է մանկապատանեկան հեռուստասիտքոմից, Քարե դարդի ցեղապետի կերպարով, բայց եթե ավելի լուրջ, խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մասին։ Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952 թվականին մարտի 6-ին։ Դերասանական կրթություն է ստացել Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1973 թվականին ավարտելով ինստիտուտը անմիջապես աշխատանքի է անցնում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որպես դերասան։ Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, կերտել հետաքրքիր կերպարներ, նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում Նահապետ 1976 թվական, Որտեղ էր Մարդ Աստծո 1992 թվական, Ընկեր Փանջունի 1993 թվական, Լռության սիմֆոնիա 2001 թվական, Քրմուհին եւ այլն։ Ռուդոլֆ Ղևոնդյան արտիստը իր դրամատիկական խոսքի հղկվածությամբ շատ է սիրվել հայ հանդիսատեսի կողմից։ Նրա ստեղծած բոլոր դերերը օժտված են յուրահատուկ բնավորությամբ, բարդ խառնվածքով եւ միաժամանակ ժողովրդի ծոցից դուրս եկած մարդու միամտությամբ։ Կոմեդիայի ժանրում նա նույնպես անկրկնելի է իմ տարիքակիցներին, ավելի հայտնի Սիրո գործակից կինոկատակերգությունում խաղացած թաղային հեղինակություն ունեցող աղմանի կերպարով։ Սիրելի եւ տաղանդավոր արտիստը իր մահկանացուն կնքել է Բելգիայում 2019 թվականին հուլիսի 16-ին 67 տարեկանում, բայց նա ստեղծած կերպարներն ապրում են եւ կապրեն դեռ երկար ժամանակ հաստատելու նրա արվեստի անմահությունը։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյան, ճանաչեք մեր մեծերին։ Եթերում Ծուր թատրոնի սիրված արտիստներն ճանաչողական էջներ։ Ձեզ հետ է Արտակը, մինչ նոր հանդիպում։
Մեր եթերային ժամանակը մոտենում է ավարտին, բայց ավանդույթ դարձած գործածվող օտարամոլ բառերի 3 հայկական տարբերակները կսովորենք, նոր հրաժեշտ կտանք։ Այս խորհուրդս վերաբերում է մեծերին, հատկապես հայրիկներին ու պապիկներին։ Ոչ թե խի, այլ ինչու։ Ոչ թե արաղ, այլ օղի, ոչ թե օյաղ, այլ սթափ։ Օրինակ, ինչու է օղին արփեցնում սթափ մարդուն, այլ ոչ թե խիա արաղը հարբեցնում օյաղ մարդուն։ Սովորենք խոսել հայերեն, սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Ձեզ հետ ինչպես միշտ Թաթուլ Տեր-Պետրոսյան, այլ ոչ թե Թուլաթ Շահնամեի։ Ցտեսություն։